Գեղարքունիքի գյուղերը դատարկվում են, մտահոգվում են մարզի բնակիչներն ու նկատում. միայն Վարդենիսում վերջին մի քանի տարում 6000-ից ավելի մարդ է կողպել տան դուռն ու գնացել երկրից։ Բոլորը լքում են իրենց բնակավայրերը։ Ադրբեջանցիներ եկել են, նստել են լրիվ Վարդենիսի տարածքում։ Ես դա չեմ լսել, ես դա տեսել եմ։ Բնակիչները նկատում են, վերջին տարիներին ադրբեջանցիները Գեղարքունիքի մի շարք բնակավայրերում առաջ են եկել ու օկուպացրել շատ բնակիչների հողեր։ Ըստ Սամվել Կարապետյանի, անվտանգային խնդիրներ կան Հայաստանի գրեթե բոլոր սահմաններին։ Քանի որ այս իշխանության, որ ասում է բառադի ղեկավարը չի կարողանում ոչ մի ձևի հակաճառի իր շեֆին, դրա համար մենք ունենք շատ լուրջ խնդիրներ բոլոր սահմանամերձ շրջաներում։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը վստահեցնում է, որ ինքը լավ գիտի Գեղարքունիքի խնդիրները։ Գիտի, որ վերջին տարիներին այդ մարզում բնակչությունը նվազել է 30%-ով, ամուսնությունների թիվը կրճատվել է, ամուսնալուծություններինը աճել 16%-ով։ Այդ խնդրը գալիս է վատ ապրելակերպից։ Ես ուզում եմ դուք լսեք, ֆիքսեք եւ ձեր ժողովրդին հետագայում բացատրեք, որ միայն հայատում կամ ճամպի վրա ասֆալտ տեսնելը դա 1%-ը չարժի։ Ում է պետք որոշ շրջաններում իշխանության փռած ասֆալտը, եթե այս տարածքներում շուտով կարող է էլ ոչ ոք չապրել, ասում է Սամվել Կարապետյանն ու շեշտում. Փաշինյանի կառավարման ժամանակ Գեղարքունիքում նվազել են նաև արդյունաբերության, գյուղատնտեսության ծավալները։ Ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այդ տարածքներում մարդիկ չապրեն։ Փաշինյանը կարող է այդ ասֆալտի վրա հետագայում միայնակ հեծանիվ քշի կամ Ալիևին հրավիրի իրենք քշեն, ոչ ապահովագրությունը, ոչ թոշակները չեն կարող մարդկանց օգնել իրենց կենսամակարդակը բարձրացնելու համար։ Մենք հասկանալով այս բոլոր խնդիրները պետք է միասին ցուցաբերենք շատ մեծ հայրենասիրություն։ Կովկասի ամենամեծ քաղցրահամ բարձրադիր լճերից մեկն ունեցող Գեղարքունիքը մեծ պոտենցիալ ունի դառնալու տարածաշրջանի ամենահարուստ շրջաններից մեկը, վստահեցնում է Սամվել Կարապետյանն ու բերում Նորվեգիայի օրինակը։ Օրինակ Նորվեգիայում գազի եւ նավթի հետ համարժեք տնտեսությանը օգնում ու զարգացնում է լասոսի արտադրությունը, ինչը հիմնականում ընդամենը լասյոսի համար մաքուր ջրեր է պետք, ուրիշ ոչ մի բան պետք չի։ Ինքը իրան աճում ու զարգանում է։ Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը լճից փոխարինենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկի։ Սևանա լիճը պետք է դառնա ամենամեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկներից մեկը։ Գեղարքունիքում աշխատատեղեր են պետք ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց համար։ Նրանց զբաղվածության հարցն այսօր ավելի մտահոգիչ է, ըստ ուժեղ Հայաստանի առաջնորդի։ Տղամարդիկ էլի ինչ-որ ձևի խոպան գնալով, թե տեղում ինչ-որ շինարական աշխատանքների մեջ կարողանում են ընդգրկվել եւ աշխատատեղեր գտնել, բայց ես վստահ եմ, որ կանայք բացարձակ այդ հնարավորությունը չունեն։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։